Մենք 24-րդ հարցին ենք անդրադառնալու, ինչ կպատասխանեիր շարքի։ Գիտեք, այս շարքի մեջ ես վերցնում եմ Տեր Հիսուսի տված հարցերը եւ փորձում եմ այնպես անել, որ միասին խորհենք դրա շուրջ եւ միասին փորձենք պատասխանել։ Եվ ահա 24-րդ հարցը այսպիսին է. Չեք կարդացել, որ Աստված դեմ է ամուսնալուծությանը։ Իրականում մի քիչ երկար էր հատվածը, բայց ես միտքն եմ ասում։ Եկեք, որպեսզի ամբողջ հատվածը հասկանանք եւ Տեր Հիսուսի հարցը հասկանանք, բացենք Մատթեոս ավետարան 19-րդ գլուխը 3-12-ը ընթերցենք։ Փարիսեցիները նրա մոտ եկան եւ նրան փորձելու համար ասում էին. Արդյոք թույլատրվում է, որ մարդն առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրանց. Չեք կարդացել, որ Արարիչը սկզբից արու եւ էգ ստեղծեց նրանց։ Կասեք կարմա եղբայր, բայց Տեր Հիսուսը այդ հարցը չի տալ ինչ որ դու տվեցիր, բայց եկեք շարունակությունը կարդանք, կհասկանանք, որ հենց այս հարցն է տալիս։ Չեք կարդացել, որ Աստված իր խոսքի մեջ գրել է։ Ինչ է գրել։ Աստված սկզբից արու եւ էգ ստեղծեց նրանց ու ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը եւ միանա իր կնոջը եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն, որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Համաձայն եք ինչ է նշանակում այս խոսքերը։ Սա գրված է, ինչ որ Աստված միացրեց, Տերն է խոսում։ Հարց են տվել։ Կարելի է բաժանվել, կարելի է ամուսնալուծվել։ Տերը ասում է, ինչ որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի։ Կարող եք համաձայնվել, որ որպեսզի այսքան երկար չգրեի, վերնագրիս հետ համաձայն եք, Տեր Հիսուսը մեզ հարց է տալիս, չեք կարդացել, որ Աստված դեմ է ամուսնալուծությանը։ Արդյոք այս հարցը չի տալիս մեզ։ Նրան ասացին. Ուրեմն ինչու Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու արձակել նրան։ Նրանց ասաց. Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես չի եղել։ Բայց ասում եմ ձեզ, ով որ իր կնոջն արձակի ոչ բռնկության պատճառով եւ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ Շնություն է անում նաեւ նա, ով արձակվածի հետ է ամուսնանում։ Աշակերտներն ասացին նրան. Եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ավելի լավ է չամուսնանալ։ Իսկ Հիսուսը ասաց նրանց. Ոչ բոլորն են դրան ընդունակ, այլ նրանք, ում տրված է, որովհետև կան ներքինիներ, որոնք մոր որովայնից են այդպես ծնվել, կան նաև ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձվել, ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար իրենք իրենց ներքինի դարձրեցին։ Ով կարող է այս ճանապարհով ընթանալ, թող ընթանա։ Սիրելիներ, ահա ամբողջ պատմությունը։ Զարմանալին այն է, որ մարդիկ կան, որ հավատում են Տեր Հիսուսին, անգամ հուզվում են, երբ լսում են նրա անունը։ Մարդ կա, այսպես զգացմունքային, ասում է, ես հալվում եմ, երբ որ Հիսուսի մասին եք խոսում, գիտեք, իմ կյանքը առանց իրա չեմ պատկերացնում։ Բայց հստակ սահմաններ են դնում նրա առջև։ Քեզ սիրում եմ, բայց դու չմտնես իմ անձնական կյանք։ Իմ անձնական կյանքը ես եմ որոշելու։ Որ Տերը ասում է, ես դեմ եմ ամուսնալուծությանը, իրանք ասում են, բայց եթե դու իմանաս, ես ինչ եմ ապրում այս մարդու հետ կամ այս կնոջ հետ, ոնց կարա Աստված ուզենա, որ ես տառապեմ, այդպիսի վարդապետություն կա։ Ոնց կարա Աստված ուզենա, որ ես տառապեմ, եթե ես տառապում եմ այս մարդու հետ, ես պիտի բաժանվեմ, որպեսզի վայելեմ կյանքը, Աստված իր զավակին ուզում է, որ վայելի կյանքը, ոչ թե տառապի։ Չեք կարդացել։ Հիմա ուզում եմ հարց տալ։ Չեք կարդացել, որ Աստված դեմ է ամուսնալուծությանը։ Չեք կարդացել, որ Աստված չի ուզում, որ ընտանիք քանդվի։ Չեք կարդացել, որ Աստված անհավատարմություն է համարում, շնություն է համարում, առանց
միակ պատճառն է, որտեղ թույլատրվում է ամուսնալուծությունը, դա շնությունն է։ Առանց այդ պատճառի ամուսնալուծությունը համարում է շնություն։ Մարդիկ ասում են, ես ինքս կորոշեմ իմ անձնական կյանքը։ Բոլորն են բաժանվում։ Մեր հասարակության մեջ բոլորն են բաժանվում, են էլ բաժանվեց, մանավանդ սերիալ, որ շատ են նայում, սերիալները սովորացնում են։ Ոչինչ։ Ֆիլմերն էլ են սովորեցնում, տո մեր շրջապատն էլ է սովորեցնում։ Բայց ես դիմում եմ Քրիստոսին հավատացող մարդկանց։ Երբ որ ընտանեկան խնդիրների եք բախվում, երբ որ անտանելի ընտանեկան խնդիրների եք բախվում, երբ որ ելք չեք տեսնում, երբ որ խավարը ամենը, երբ որ լույսի նշույլ չկա, բացառեք ամուսնալուծությունը եւ սկսեք աղոթել, որ Աստված ճանապարհ ու ելք ցույց տա, որ Աստված բժշկություն բերի։ Բացառեք, որովհետեւ եթե դուք Քրիստոսին հավատում եք, պիտի հավատաք կամ գոնե պատասխանեք այս հարցին։ Այսօր ինքը բոլոր են մարդկանց, ովքեր ամուսնալուծության մտքեր են ունենում ընտանեկան դժվարությունների ժամանակ, հարց է տալիս Տերը։ Չեք կարդացել, որ Աստված դեմ է ամուսնալուծությանը։ Չգիտեք։ Երբ որ ինձ մոտ գալիս են խորհրդատվության զույգերը, ասում եմ, ես ձեզ կարամ օգնեմ, երբ որ այս տարբերակը հանում ենք, մնացած աղոթում ենք, տեսնում ենք Տերը ոնց է առաջնորդում։ Բայց եթե դու այս տարբերակը ունես քո մտքում, դա ամենահեշտ տարբերակն է։ Ամենահեշտ տարբերակն է, որը տանում է քո ընտանիքի կործանմանը, քո ամուսնու կամ կնոջ կործանմանը, քո երեխաների կյանքն ես կործանում։ Եվ այդտեղ վերքեր է լինում, վերքեր։ Երբ որ ընտանիքը ամբողջական չի, ես գիտեմ այդպիսի մարդկանց նաև մեր եկեղեցում, երբ որ ընտանիքը ամբողջական չի, մարդը սրտի խորքում վերքեր ունի։ Եվ այդ վերքերը երբեմն մահվան պատճառով է դա լինում, բայց երբեմն իրապես սխալ պատկերացումների, սխալ սկզբունքների, սխալ արժեհամակարգի պատճառով է դա լինում։ Երբ որ միտք է գալիս, Սատանան կարա քեզ միտք ուղարկի, ես այս մեկի հետ ավելի երջանիկ կլինեմ։ Սիրելի քրիստոնյա, դու ամուսնացած ես, երբ որ քո միտքը կա այս մեկի հետ, դեռ չի ասում բաժանվի ամուսնացի, բայց միտքը կա, այ երանի ինքը լիներ իմ ամուսինը, այ երանի ինքը լիներ իմ կինը, ես նենց երջանիկ կլինեի։ Հերվից այդ զրնգոցի ձայնը շատ անուշ է, բայց երբեմն այդ մարդու հետ ապրողին եթե հարցնես, ինքն էլ են մեկին ասում երանի, են մեկն էլ են մեկին ասում երանի։ Այս միտքը, որ գալիս է, սա արդեն շնության սերմերն է։ Սրանք զգացմունքային, դեռ ֆիզիկական շնություն չի, սա զգացմունքային շնությունն է, ուշադիր եղեք։ Ինչպես մեղքի գայթակղության մտքերի դեմ եք պայքարում, այնպես հիշեք Տեր Հիսուսի հարցը եւ պայքարեք այս մտքերի դեմ։ Դու ամուսնացած ես, ի՞նչ է նշան, կամ ամուսնացած չես։ Մի հատ ամուսնացած տղամարդու ես տեսնում ու ասում ես, այ իր հետ ես երջանիկ կլինեի։ Խեղդիր այդ միտքը։ Սպանիր այդ միտքը։ Մի թող որ այդ մոլախոտը ծիլ տա, որքան շուտ կտրես, այնքան լավ։ Եվ կամ նույնը հակառակը։ Տղան կարա սիրարվի ամուսնացած կնոջ։ Եվ մենք պիտի ուշադիր լինենք, հավատում ենք Քրիստոսին, լսում ենք նրա հարցը։ Անկամ եթե դու չես ամուսնալուծվում, բայց այնպես ես անում, որ այս ընտանիքը քանդվի, դու Տիրոջ առաջ շնություն ես անում։ Եվ ես կոպիտ եմ ասում սա, կներեք, բայց ես չեմ սրա հեղինակը, Աստված է այս խոսքերի հեղինակը։ Եվ ամեն ինչ սկսում է մտքից։ Եվ ես գիտեմ, որ սա քրիստոնեական աշխարհում խնդիր է, սիրելիներ, դրա համար հատուկ այս հարցը, ես հարցեր կա, որ շրջանցում եմ։ Եթե մենք Տեր Հիսուսի բոլոր հարցերին անդրադառնանք, ես մի գրքույկ ունեմ, որից օգտվում եմ, կարծեմ 300-300-ից ավելի հարց կա ավետարաններում եւ մեկ հարց էլ գործ կառաքելոցում, որ Տեր Հիսուսը տալիս, այսինքն այս շարքը իհարկե 300 հարց չի
պարունակելու իր մեջ, թե չէ 300 շաբաթ հետո, չգիտեմ այդ ինչքան է գալիս, նոր կվերջացնենք այս շարքը, չէ։ Ես շրջանցում եմ, բայց այս հարցը Տերը ասեց, երբ որ իմ աղոթքի մեջ է, երբ որ ասենց ուզում էի շրջանցել, ասեց կանգնիր, իմ ժողովուրդը սրա կարիք ունի։ Ես այդ չլսեցի այսպես, ես այստեղ լսեցի, իմ սրտի մեջ լսեցի սա։ Երբ որ կիսուր մայրիկը այստեղ միտք է ունենում, տղաս տանջվում այս աղջկա ձեռը, ոնց անեմ ազատեմ սրանից։ Պիտի լսի Տեր Հիսուսի խոսքերը, այն ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի, Քրիստոսին դեմ չգնաս։ Տղայիդ հարսի դեմ տրամադրելով կամ Փեսայիդ աղջկատ Փեսայիդ դեմ տրամադրելով։ Բա մեր աղբերը մեղք չի, բա մեր քուրը մեղք չի։ Ամեն ինչ կարաք փորձեք մինչև պսակադրությունը։ Համոզեք, խրատ տվեք, ինչ կուզեք մինչև պսակադրությունը։ Պսակադրությունից հետո ով մի քայլ անում է, որպեսզի այդ ընտանիքը քանդվի, ինքը Քրիստոսին հակառակ է գործում։ Պսակը ուխտն է։ Երբ որ Տերը միավորեց այդ ուխտով, իրանք ուխտ արեցին, իրանք միավորվեցին։ Չփորձես բաժանես։ Չես կարդացել, որ Աստված դեմ է ամուսնալուծությանը։ Շատերը ասում են, ես սխալ եմ ամուսնացել։ Մի հատ կամուսնալուծվես, հետո էլի կասես սխալ եմ ամուսնացել։ Դա կրկին փորձի իրեն, որ ջնջում են տակը գրած է կրկին փորձի, դա չի ամուսնությունը։ Սիրելի երիտասարդներ, լավ մտածեք, ճանաչեք։ Ես մեր եկեղեցու երիտասարդներին խորհուրդ եմ տալիս, երբ որ ընկերություն են անում, սիրահարված աչքերով գալիս են, ասում են դեռ ընկերություն չեն անում, բայց գալիս են, ասում են, այս աղջիկը ինձ դուր է եկել, այս տղան ինձ դուր է եկել։ Ասում եմ, գիտեն երիտասարդները ինչ խորհուրդ եմ տալիս, ասում եմ, շփվեք, ճանաչեք իրար 3 ամենամեծ թերությունը։ Եվ երբ որ 3 ամենամեծ թերությունը ճանաչես, չասես Տերը հաստատ իրան կփոխի, չէ, դու պատրաստ ես, կաղոթենք որ Տերը փոխի, բայց եթե չփոխի, պատրաստ ես այդ թերություններով հանդերձ, սիրում ես այնքան, որ այդ թերություններով հանդերձ իր հետ ապրես։ Դու մի քիչ երկար շփվելուց հետո սիրահարվածությունը անցնում է, թերությունները գալիս են առաջ, մենք հրաշալի զույգեր ունենք, որ հիմա արդեն երեխաներ ունեն եւ այս խորհուրդը լսել են ու կարծում եմ, որ երջանիկ զույգեր են։ Եվ փառք Աստծուն, մեր եկեղեցու երիտասարդները ամուսնանում են, ես ասում եմ ինձ թորնիկներ են պարգևում, ես իրանց ոնց որ պապիկ լինեմ, ու պիտի լավ մտածեք, սիրելի երիտասարդներ, մինչև պսակադրությունը, մինչև ամուսնությունը, ամուսնությունից հետո, ոչ դուք միտք չընդունեք չարից, ոչ մյուսները, որոնք ուզում են ձեզ օգնեն, իբրև թե ճակերտավոր, եթե ինչ-որ մեկը ընտանիքի դեմ, ընտանիքի բաժանությամբ որևէ քայլ է անում, քեզ այնքան եմ սիրում, պիտի ճշմարտությունը պատմեմ քեզ, գիտես պիտի ամուսնալուծվեն, ուշադիր եղիր, աղոթք արա, բամբասանք մի տարեք բերեք, մատի ու մատանու արանք, գիտեք չէ, ասացվածքը, մի մտեք, աղոթք արեք, տեսնում եք խնդիր, աղոթք արեք, բայց երբեք մի մտածեք, բաժանելու եմ, նենց եմ անելու, իրա ոտը չերևա այս տանը, այդ գիտես ում ես ասում, Քրիստոսին ես ասում, այն ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի, այո, Աստված դեմ է ամուսնալուծությանը։ Առաջին Կորինթացիս 7-րդ գլխում Աստծու խոսքը, նայեք ինչքան է թանկ ընտանիքը Աստծու համար։ 7-10-ից 15 ընթերցենք։ Առաջին Կորինթացիս 7-րդ գլուխ 10-ից 15։ Բայց ամուսնացածներին պատվիրում եմ, ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի։ Այսքան հստակ։
երբեմն ինձ մոտենում են ու ասում են, ու ճիշտ են ասում են անհնար է այս մարդու հետ ապրել։ Վտանգավոր է, չգիտեմ, թմրանյութ է օգտագործում, հարբեցող է, խնդիրներ ունի, երեխաներին է վնասում, կյանքի համար վտանգավոր է։ Շնություն չի անում, բայց կյանքի համար վտանգավոր է։ Իսկ ինչ անենք այս դեպքերում։ Շարունակությունը կարդանք։ Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնանալու մնա կամ իր ամուսնու հետ հաշտվի։ Այսինքն, եթե դու բաժանվում ես, չես բաժանվում ուրիշի հետ կյանք սկսելու նպատակով։ Սա ժամանակավոր բաժանություն է, բաժանվում ես, որ աղոթես, որ այս մարդը փոխվի եւ միավորվեք, որովհետեւ այստեղից պիտի դուրս գա։ Ես սրա հետ դժբախտ եմ, այս սրա հետ երջանիկ կլինեմ։ Էդի մտածի մինչև ամուսնանալը։ Ամուսնանալուց հետո մոռացի դրա մասին։ Քեզ Աստված տվել է մանավանդ, ես գիտեմ, այս խոսքը լսելու են շատ մարդիկ, ովքեր Քրիստոսին Տեր ու Փրկիչ են ընդունել։ Անկամ եթե դու երջանիկ չես այդ մարդու հետ, դու փորձի իր համար դառնաս երջանկության աղբյուր։ Առաջին Պետրոս 3-րդ գլխում գրված է, որ անհավատ ամուսինը կնոջ պարկեշտ, բարի վարքի պատճառով կշահվի առանց խոսքի, կապաշխարի, դարձիր իր համար իր երազանքների կինը, իր լավագույնը, նույնը ամուսիններին եմ ասում։ Իրենց անհավատ հավատացյալ ամուսիններին կզարմանաք, բայց այդպիսի բաներ կա, եւ ես ճանաչում եմ եւ քիչ չեն հավատացյալ ամուսինները, որոնց կանայք դեռ հավատացյալ չեն։ Դարձեք լավագույնը իրենց համար։ Դարձեք լավագույնը։ Եվ ասում է, եթե անգամ հնարավոր չի ապրելը եւ ստիպված է ժամանակավորապես բաժանվել, սա ժամանակավորապես պիտի լինի։ Չամուսնանաս, որովհետեւ ինքն է քո ամուսինը։ Քանի ինքը կենդանի է, ինքը քո ամուսինն է։ Քո մտքում չսպանես իրան, քո ատելությամբ չսպանես իրան, ինքը քո ամուսինն է։ Սխալվել ես, ինքը քո ամուսինն է։ Փոխվել է այդպիսին չէր, ինքը քո ամուսինն է։ Որտեւ ուխտի ժամանակ ուխտ ենք անում, չէ՞, թե հիվանդության ժամանակ, թե առողջության ժամանակ, թե տխրության, թե ուրախության պահերին, թե աղքատության, թե հարստության մեջ հավատարիմ եմ։ Տեր ես, Տեր եմ, հնազանդ ես, հնազանդ եմ։ Ամուսինը տա, կինը տա։ Չեք կարդացել, որ Աստված դեմ է ամուսնալուծությանը։ Տասնմեկը նորից կարդամ, իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնանալու մնա կամ իր ամուսնու հետ հաշտվի։ Ամուսինն էլ կնոջը չթողնի։ Բայց մյուսներին ես եմ ասում, ոչ թե Տերը, եթե որևէ եղբայր անհավատ կին ունի եւ նա հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Կինը հոժարը ապրի։ Ամուսին ասում է, ոչ, ես մի հատ լավ հավատացյալ քույրիկ եմ տեսել, հերիք է քո վատ բնավորությունը տանեմ։ Այդ դու ում ես ասում, Քրիստոսին ես ասում, դու մի մտի իմ անձնական կյանք, էլ ինչ հավատացյալ։ Եթե որևէ եղբայր անհավատ կին ունի եւ նա այս կինը հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Եթե որևէ կին, որ անհավատ ամուսին ունի եւ հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Ինչքան հստակ է։ Որովհետև անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում, անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում, այլապես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։ Իսկ եթե անհավատը բաժանվում է, ոչ թե հավատացյալն է այնպես անում, որ անհավատը բաժանվի, ես շատ խրատ ունեմ մի կարևոր հավատացյալ քույրիկների։ Այս գլուխը խորհուրդ կտամ, ես չընթերցեցի, 7-ի սկիզբը ընթերցեն։ Այնտեղ գրված է իրար չզրկելու մասին։ Եվ եթե դու հավատացյալ քույրիկ քո վերաբերմունքով քո ամուսնուն գցում ես շնության մեջ, անհավատ ամուսնուն գցում ես շնության մեջ, դու Աստծուն պատասխան ես տալու։ Որտեվ եթե դու քո դիրքում լիներ, քո ամուսինը շնություն չէր գործի։ Շատերը այնպես են անում,
Շատ չմտնեմ ընտանեկան հարաբերությունների մեջ, բայց հավատացյալ կինը կամ հավատացյալ ամուսինը կարա հեշտ այնպես անի, անհավատը թողի գնա։ Բայց Աստված գիտի, որ դու էիր ուզում, որ նա գնա։ Դու այնպես արեցիր, որ նա գնա։ Եվ դու Աստծուն պատասխան ես տալու։ Կարող է եկեղեցին չիմանա, եկեղեցուն ներկայացնես իբրև թե ինքը ընկավ շնության մեջ, բայց Աստված գիտի ինչու ինքը ընկավ շնության մեջ։ Եվ դու Աստծուն պատասխան ես տալու։ Իսկ եթե անհավատը բաժանվում է, թող բաժանվի։ Նրա նման բաներում որևէ եղբայր կամ քույր ստրկացված չի։ Աստված մեզ խաղաղությամբ ապրելու է կանչել։ Երբ մտքեր ունես ամուսնալուծության, հիշիր Տեր Հիսուսի այս հարցը։ Չես կարդացել, որ Աստված դեմ է ամուսնալուծությանը։ Երբ սատանան քեզ մտքեր է ուղարկում, ոմանք ինձ նամակ են գրում, ասում են, ես սիրարվել եմ ամուսնացած տղամարդու, օրինակ, կամ չգիտեմ, ամուսնացած կնոջ։ Սա սեր չի սիրելիներ։ Սա պղծություն է։ Դա Աստծուց չի, սերն Աստծուց է։ Իսկ դա պղծություն է։ Պիտի պայքարեք դրա դեմ։ Ինչպես որ գայթակղության մտքերի դեմ եք պայքարում, պիտի պայքարեք դրա դեմ։ Եվ պիտի հիշենք Տեր Հիսուսի հարցը։ Չես կարդացել, որ Աստված դեմ է ամուսնալուծությանը։ Այն ինչ որ մարդը միավորեց, թող ինչ որ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի։ Դու թույլ տալիս ես, որ Տերը մտնի քո անձնական կյանք։ Գիտեք, մենք երբեմն ասեցի սահմաններ ենք գծում եւ ասում ենք, այսքանը մենք կորոշենք։ Մնացածը Տեր, դու օրհնի մեզ, բայց այստեղ մի մտի։ Գիտեք, քո կյանքի որ ոլորտներն են օրհնվելու։ Օրհնվելու են քո կյանքի այն ոլորտները, որը դու հանձնում ես Տիրոջը։ Օրհնվելու են քո կյանքի այն ոլորտները, որոնք Տիրոջ տնօրինության տակ են, որոնք Տիրոջ կամքի տակ են։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ երջանկությունը, երջանիկ կյանքը Աստծու կամքի համեմատ ապրելն է։ Գրված է Հռոմեացիս 12-րդ գլխի 2-րդ խոսքում, առաջին երկու խոսքերը շատ հայտնի խոսքեր են, երկրորդ խոսքում գրված է, որ Աստծու կամքը բարի է, հաճելի եւ կատարյալ։ Եթե անգամ այսօր դու չես տեսնում, որն է, այսպես քո տրամաբանությամբ չես տեսնում, ոնց կարա այս մարդու հետ կամ այս կնոջ հետ ապրելը Աստծու կամքը լինի, իմացի Տեր Հիսուսի խոսքերը։ Եվ իմացի, որ իր կամքն է բարի, հաճելի եւ կատարյալ։ Որպեսզի իմանանք, թե որքան պատվական է ամուսնությունը Տիրոջ աչքերին, եկեք կարդանք Հռոմեացիս ներողություն, Եբրայեցիս 13-րդ գլխի 4-րդ խոսքը։ Ամուսնությունը ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը սուրբ, շնացողներին եւ պոռնիկներին Աստված պիտի դատի։ Սա 5 կտակարանը չի, սա նոր կտակարանն է։ Եվ մենք մեր երկիրը, մեր ժողովուրդը կարիք ունի, որ մեր ընտանիքները բժշկվեն։ Եվ ամեն ինչ սկսվում է Տեր Հիսուսին հնազանդությունից։ Չեք կարդացել, որ Աստված դեմ ամուսնալուծությանը, ուրեմն ձեր մտքից հանեք այս տարբերակը։ Կան խնդիրներ, բայց երբեք Քրիստոսին հակառակ չգնաս, կկործանվես դու, կկործանվի քո ընտանիքը, կկործանես երեխաներիդ կյանքը։ Երբեք Քրիստոսին հակառակ չգնանք։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար եւ քո հարցերի համար նույնպես Տեր։ Եվ թող քո հարցերը այսօր արթնացնեն մեր ժողովրդի հոգին, Տեր։ Թող քո հարցերը արթնացնեն դժվարությունով անցնող ամեն ընտանիք։ Տեր, մենք գիտենք, որ իսկապես քույրեր կան, եղբայրներ կան, որ անասելի դժվարություններով են անցնում։ Բայց մենք աղոթում ենք, որ դու պահես իրենց ընտանիքները, որ
սատանայի կամքը չկատարվի եւ չլինի կործանում ընտանիքի։ Մենք խնդրում ենք, որ դու բժշկություն բերես, ովքեր մեղքի կապանքների մեջ են, ազատագրես Տեր, ապաշխարություն գա։ Մենք գիտենք, որ այն 3 պատիկ թելը, որ շուտով չի կտրվում, դա դու ես ամրացնում եւ թող ամեն մի ամուսնու եւ կնոջ հարաբերության մեջ գա նաեւ քո հանդեպ երկյուղը, թող Աստվածավախությունը գա ու ամրացնի մեր ընտանիքները, Տեր։ Օրհնիր մեր երկիրը, օրհնիր մեր ազգը, օրհնիր մեր ընտանիքները, Տեր, եւ թող ամուսնալուծությունները դադարեն, ուղղակի դադարեն, Տեր։ Եվ հատկապես քեզ ճանաչող մարդկանց կյանքում դրանց տոկոսը, քեզ պաշտող, քո անունը իրենց շուրթերի վրա վերցնողների կյանքում դրանց տոկոսը լինի 0։ Մեր աղոթքն է ու մեր խնդրանքը քո սուրբ ու պատվական անունով ենք աղոթում։ Ամեն։